Ինչ կլիներ, եթե ձեզ ասեի, որ հարսանիքին նորապսակներին նվիրած թանկարժեք ոսկին կարող է բառացիորեն քանդել նրանց նոր սկսվող կյանքը։ Ոչ, սա սնահավատություն չէ, սա ֆիզիկայի, պսիխոմետրիայի եւ տիեզերական էներգետիկայի սահմանագծին գտնվող մի երևույթ է, որի մասին լռում են ոսկերիչները։ Իսկ դուք գիտեիք, որ ձեր կրած ոսկին ու արծաթը իրականում ծնվել են տիեզերքի ամենասարսափելի աղետից՝ միլիարդավոր տարիներ առաջ նեյրոնային աստղերի բախումից։ Ողջույն, ես Արգամ Ռոբերտին եմ եւ այսօր Արգամ բլոգում կբացեմ այս մետաղների ամենաթաքնված գաղտնիքները։ Սկսենք արծաթից։ Հին հայերը երբեք պատահական զարդեր չէին կրում։ Նրանք հավատում էին, որ արծաթը լուսնային պաշտպանողական մետաղ է, որը վանում է չար աչքը։ Բայց գիտեք ինչպես։ Կանանց արծաթյա զարդերը պատրաստվում են կախիկներով ու զանգակներով։ Դրանց արձակած մետաղական ձայնը հայերը համեմատում էին երկնային որոտի հետ, որն իրենց պատկերացմամբ սարսափեցնում եւ փախուստի էր մատնում չար ուժերին։ Բայց սա դեռ ամենը չէ։ Շատերն ասում են, եթե արծաթդ սևացավ, ուրեմն քեզ աչքով են տվել կամ հիվանդ ես։ Եվ գիտությունը հաստատում է սա։ Երբ դուք սթրեսի մեջ եք կամ հիվանդանոցում եք, ձեր մաշկի թթվածությունը pH-ը փոխվում է, իսկ քրտինքի մեջ կտրուկ շատանում է ծծումբը։ Արծաթը փոխազդվում է դրա հետ, առաջացնելով արծաթի սուլֆիդ։ Զարմանալի է, չէ՞։ Այն, ինչ հնում համարում էին միստիկա, իրականում մեր մարմնի կենսաքիմիական ազդանշանն է, որն արծաթն արձանագրում է ակնթարթորեն։ Իսկ հիմա անցնենք ամենացավոտ թեմային՝ հարսանեկան ոսկուն։ Հայկական հարսանիքներին ընդունված է նորապսակներին ոսկի նվիրել, բայց շատ հաճախ մարդիկ այդ ոսկին գնում են վարկերով, պարտքերով կամ վերջին կոպեկներով, ուժեղ սթրեսի ու նեղության միջով անցնելով։ Ուշադրություն, ըստ պսիխոմետրիայի ուսմունքի, որն ուսումնասիրում է առարկաների էներգետիկ հիշողությունը, մետաղները, հատկապես ոսկին, հանդիսանում են տեղեկատվության հզորագույն կրիչներ։ Ոսկին բառացիորեն ձայնագրում է այն մարդու հույզերը, ով գնել կամ կրել է այն։ Երբ դուք նորապսակներին նվիրում եք մի ոսկի, որը գնվել է տագնապով, պարտքի վախով կամ ստիպված, դուք նրանց եք փոխանցում այդ նեղությունն ու ֆինանսական ծանրության էներգետիկ կոդը։ Արդյունքում երիտասարդ զույգն իր համատեղ կյանքը սկսում է անբացատրելի վեճերով ու ֆինանսական ճգնաժամով։ Ոսկին պետք է նվիրել միայն թեթև սրտով ու մաքուր հոգով։ Եթե ձեզ դուր եկավ այս անսպասելի բացահայտումը եւ ցանկանում եք չկորցնել նմանատիպ այլ հետաքրքիր վերլուծություններ, ապա հենց հիմա բաժանորդագրվեք Արգամ բլոգի էջերին եւ լայքեք այս տեսանյութը, նպաստելով դրա տարածմանը։ Ձեզ հետ Արգամ Ռոբերտին էր։ Կհանդիպենք։